շատ լավ։ Ինչ բուն հարցը ձևակերպել է ես ուղղակի հարցնեմ, ես կարող եմ օգտագործել դոմփել բառի հարցի մեջ տեսողին տարով, թե դա ավտոմատически այս համարում։ Դուք ազատ եք օգտագործել ցանկացած բառապաշար։ Դուք տեղեկ եք այն խոսակցություններից, այն նաև համալի հրապարակումներից, համաձայն որոնց նախ ձեր կողմը անցել եւ այսպես ասած իրական հրաշքված եպիսկոպոսներից Վազգեն Միրզասանյանը նախկինում երբ եղել է իր հայոց թեմի առաջնորդը, այդ շրջանում սեռական ինքին կապի մեջ է եղել իր քահանաներից մեկի կնոջը կամ ինչպես դուք ասել, դոմփել է իր քահանայի կնոջը եւ դրանով իսկ պատճառը հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը եւ մեծ սկանդալի առիթ է դատվել եւ իրեն ուղղակի վտարել են այդտեղից, որպեսզի էլ ավելի մեծ զարգացումներ չլինեն, նաեւ համանուն հրապարակում է կան Վազգեն Միրզասանյանի ֆինանսական մախինացիաների, ենթադրյալ մախինացիաների գործառույթների մասին, խոսքով լավ հրճակ չի վայելել ինքը իր հայոց թեմում։ Հիմա դուք այս մարդու միջոցով ինչպես եք փորձում ձեր խոսքերով ասած պայքարել սրբապատության դեմ ինքը օրինակացությամբ զբաղվել է, իսկ թե սուրբ մաքրամաքուր կենցաղով կուսակրոն ոգևորական է։ Մեկ էլ այսօր կառավարության որոշումներից մեկով տեսա, որ կառավարության ղեկավարին է դեպքում ձեզ սպասարկող մեքենայի պետհամարանիշն այսօր պետք է լինի ուլտրա գոլդ Հայաստանի դրոշ եւ ընդամենը մեկ թիվը։ Սա նորից հիշեցեց ձեր խոսքի ու գործի տարբերությունը, նախկինում երբ որ նոր եք ստանձնել այս պաշտոնը, հայտարարում եք, որ երկրի ղեկավարի մեքենան չպետք է ունենա գոլդ համարներ, պետք է հաստատ լինի այն ժամանակ նույնիսկ հասարակ համարով էր ձեր Mercedes-ը 136.01 ասածը հիմա տենց գնալով ավելի տենց գոլացավ, հիմա էլ ավելի գոլ է դառնում։ Սա օրինակ ոնց ստացավ։ Այդքան էական հարց չէ ուղղակի։ Չէ, էական հարց է։ Ես կարծում եմ, որ այդ թվում դուք գիտեք, որ մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ այո վերանայել ենք եւ վերանայել ենք այն տրամաբանությամբ եւ մենք նաեւ այդ թեմաներով խոսակցություն ենք ունեցել, որ մենք այնուամենայնիվ պետական որոշակի ատրիբուտներ կա, որ մենք պարտավոր ենք պահել եւ այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է եւ մենք պետքա մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Իսկ համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետքա որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ NP001 եւ դա չէ, գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Եվ մենք կարծում ենք, որ այո, այնուամենայնիվ ինչքան էլ մենք ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ ոչ ֆորմալ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնել, եւ մենք կարծում ենք, որ պետք է զուգահեռ լինեն այդ երկուսը, այն էլ լինի, ես շատ դեպքերում ոչ ֆորմալ եմ մոտենում հարցերին, ոչ ֆորմալ միջոցառումների շատ եմ մասնակցում, ոչ ֆորմալ տեսանյութեր շատ եմ հրապարակում, ոչ ֆորմալ շփումներ շատ եմ ունենում, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա ֆորմալությունները եւ պետական արարողակարգային նրբությունները զրոյացնենք եւ արհամարենք, որովհետեւ դրանք պետական կարեւոր ատրիբուտներ են։ Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, ոչ ես նման տեղեկություններ չունեմ, բայց ես ասեմ նաեւ, որ մենք այս գլխից էլ ես հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու բան չունի, մտադրություն եւ կանխավարկած չունի։ Ընդհակառակը բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը եւ մեր ցանկությունը եւ ընդհանրապես ես կարծում եմ սա չի վերաբերվում միայն եպիսկոպոսներին կամ պաշտոնյաներին։ Մենք ընդհանրապես պետքա հարց տանք մեր կողմից հայտարարվող
բարոյական, հանրային բարոյականության արժեքների եւ մեր ամենօրյա ապրելակերպի հարաբերությունների մասին։ Այս օրակարգը սրա մասին է, որովհետեւ ես բոլորի միջոցով հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու բոլոր հետևորդները այս օրակարգի մեջ ունեն իրենց անելիքը։ Եվ մենք չենք պատրաստվում հավատաքննության ենթարկել։ Հիմա պատկերացնում եք, այն օրը մենք երթ ենք հայտարարել կամ պատարակ ենք հրավիրում, հիմա մենք մարդկանց հավատաքննության պետք է ենթարկենք, դրա համար կա այդ թվում կարգ։ Ես ասացի, ես ինքս գնում եմ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում, որովհետեւ իմիջայլոց հավատաքննության չենք ենթարկում եւ այդ հայտարարությունը բաց է նաեւ կաթողիկոսի համար, եթե ուզում եմ միանա այդ հայտարարությանը, կարող է ես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ հանրությունը այդ թվում այդ եւ մնացած բոլոր հարցերի պատասխանը պետք է ստանա եւ իմիջայլոց, եթե ուշադիր եք եղել, ուրեմն բարենորոգման հայտարարության մեջ հատուկ կետ կա, որ պետք է Հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցին ընդունի նոր կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականի բարեվարկության ոչ միայն կանոններ, այլև այդ ընդունված կանոնները պահպանելու մեխանիզմներ։ Սա է այդ հարցի պատասխանը։ Հաջորդ հարցը միր։